Հարգելի հայրենակիցներ, Երևան, կենտրոն Ամիրյան փողոց։ Առողջ ծառերը Երևան քաղաքի հերթական սպանդն է կատարվում։ Հիմա ես ձեզ ցույց կտամ արդեն կտրած ծառերը, ինչ է կատարվում։ Նայեք, խտած չի։ Հիմա նայեք, ստեղ դեռև փոքահան արվեց։ Հաջորդ ծառերը սրանք են, որոնք առողջ ծառեր են, արդեն բորբոջել են ու հիմա հերթով գալիս են այս ծառերին։ Փոխարենը, որ պետք է սրսկեն, փոխարենը պետք է մշակեն, սպիտակ կիր քսեն, այլ թունաքիմիկատներով, թեկուզ եթե ծառերի վրա հայտնվում են տարբեր միջատներ, պետք է սրսկեն։ Նայեք, արդեն բողբոջները վրան է ծառերի, հիմա այն է դեղին լենտ են կպցրել, սա հերթական զոհն է լինելու Երևանի քաղաքապետարանում։ Դպրոցը դեմն է, նայեք, առողջ ծառա, մոտ 50-60 տարվա առողջ ծառա, որը ապահովում է արևից, թթվածին է տալիս մեր բնակիչներին, նայեք, առողջ ծառ։ Հեսա որ կտրեն, ես արդեն ֆոտոները կդնեմ։ Առավոտյան սպանդը մեր ծառերի սկսված է։ Ախր տեսնում եք էլի, հարգելի հայրենակիցներ, ինչա կատարվում։ Այս սիրուն ծառերը կտրտվում է, բայց փոխարենը դնում են մի հատ նվազ, չկպնող, ճլորած ծառեր, որոնք չորանում են, 10-ից 6-7-ը չորանում է, չի ապահովում մեր քաղաքին թթվածին։ Ու երբ որ հերթը գա արդեն մի 10-15 տարի հետո դառնան գոնե այս ծառի նման ծառ, 10-15 տարի պետք է Երևանի բնակիչները սպասեն։ Բայց լավ չէր լինի, որ իրանք դնեին, այդ ծառերը մեծանային, 10-15 տարի հետո նոր այս առողջ ծառերը կտրեին։ Բազմիցս անդրադարձել եմ այս խնդրին, այս ցավալի խնդրին։ Ախր առողջ են ծառերը, նայեք, բները առողջ, սպիտակ։ Նայեք, ձեզ մի հատ բան ցույց տամ։ Ստեղ տեսակ, առողջ ծառը։ Ստեղ տեսակ։ Այս ծառը կտրել են մոտ 5 տարի առաջ ու փոխարենը չեն դրել։ Հիմա եթե 5 տարի առաջ սրա փոխարեն ծառ դրվեր, 5 տարի առաջ, այս ծառը արդեն նորմալ աճած կլիներ, բայց չեն դրել։ Այսինքն հետամուտ չեն եղել։ Ամիրյանի բոլոր ծառերը փաստորեն կտրվեց։ Մայթի
բոլոր ծառերը։ Նայեք, տեղ կար, կարելի էր այստեղ տնեին իրենց փոքր շիվերը, տեսնեինք կաճ էին, թե չէ, կամ ընդեղ տեղ կար, ոչ թե եղածը հանեին։ Աբո Հիմա անցնում են հաջորդին։ Հաջորդ զոհը այս առողջ ծառն է, մյուս զոհը նա է լինելու, մյուս զոհը, վերջի զոհը ընդեղին ժապավենով կապված է։ Նայեք դպրոցն է, դպրոցին ապահովող երեխաներին ապահովող թթվածինը վերացնում են։ Կապի մեջ նորից կմտնեմ եթեր։ Այո։